Հրաման, մեկնարկ և պայքար մինչև վերջ Սյունիքը կրկին դարձել է ռազմամարզական մրցակցության կենտրոն, այստեղ մեկնարկել են Դավիթ-Բեկյան խաղեր 2026-ը։ Ամենամյա փառատոնն այս տարի համախմբել է Հայաստանի տարբեր մարզերի և Սփյուռքի տասնյակ պատանիների, որոնք առաջիկա օրերին կմրցեն ոչ միայն ուժով, այլև գիտելիքով, արագությամբ ու թիմային աշխատանքով։ Ավելի մոտիվացնում է, որ ձեռք ենք բերում նոր ընկերություն, ավելի համախմբված ենք լինում, ճանաչում ենք իրար ու ամենակարևորը ստեղծում ենք ապագա իսկական հայեր, որ իսկականից կարան պայքարեն մեր ապագա ուժեղ Հայաստանի համար։ Եթե 2022 թվականին Կապանում անցկացված առաջին խաղերին մասնակցում էր ընդամենը 8 թիմ, ապա այս տարի դրանց թիվը հասել է 23-ի։ Այս տարի խաղերին մասնակցում են նաև Սփյուռքի մեր հայրենակիցները։ Ըստ կազմակերպիչների, սա ցույց է, որ խաղերը ստանում են համահայկական բնույթ։ Տարեց տարի թիմերի աճի հետ մեկտեղ ընդլայնում է նաև աշխարհագրությունը, ամբողջ Հայաստանը ներազված է մեր Դավիթ-Բեկյան խաղերում, իսկ այս տարի արդեն 2 տարի է հյուրընկալում ենք թիմ Սփյուռքից, Ռուսաստանից, այս տարի մեր հայրենակիցները ձևավորել են 2 թիմ։ Խաղերի նպատակն է երիտասարդների շրջանում ձևավորել ոչ միայն ֆիզիկական պատրաստվածություն, այլև թիմային մտածողություն, պատասխանատվություն և հայրենասիրական արժեքներ։ Կազմակերպիչներն ընդգծում են, հայրենիքի պաշտպանությունը սկսվում է կրթված, պատրաստված և առողջ երիտասարդից, իսկ հաղթանակները կերտվում են նաև ամուր հասարակությամբ և զարգացած տնտեսությամբ։ Մոտիվացնում է այն փաստը, որ ես արցախցիում, ես պիտի իմ Արցախի անունը ու դոշը միշտ պատիվ պահեմ ու վստահում որ մի անգամ վերադարձ կլինի Արցախ ու Դավիթ-Բեկյանը այնտեղ կլինի։ Այս տարվա փառատոնն անցկացվելու է 4 փուլով, 3 հիմնական փուլերից հետո առավելագույն միավոր հավաքած թիմերը կհասնեն եզրափակիչ և կպայքարեն գլխավոր առաջնության հաղթողի կոչման համար։ Մրցույթները ներառում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ ինտելեկտուալ առաջադրանքներ, սակայն դրանց առանցքային գաղափարը նույնն է։ Անհատական հաղթանակ այստեղ գոյություն չունի։ Հաղթում է այն թիմը, որը կարողանում է գործել միասնական, կազմակերպված և փոխօգնության սկզբունքով։ Ինձ ավելի հարազատ է արգելագոտի մրցումը, արդեն 2-րդ տարի անընդմեջ մասնակցում եմ հենց այդ մրցումին, որտեղ մեծամասամբ մասնակցում են միայն տղաները, սակայն կարողանում ենք տղաների հետ շատ լավ արդյունք ցուցաբերել և դա ինձ թվում է շատ լավ է։ Կազմակերպիչները նշում են, որ ռազմամարզական փառատոնի իրականացումը հնարավոր է դարձել բացառապես ֆոնդահավաքության շնորհիվ։ Նրանց համոզմամբ Սյունիքը ոչ միայն Հայաստանի հարավային դարպասն է, այլև պատմական Մետաքսի ճանապարհի կարևորագույն հանգույցներից մեկը, և նման նախաձեռնությունները նպաստում են տարածաշրջանի ճանաչելիության և զարգացմանը։ Մեր նպատակը ոչ թե զուտ այս մրցաշարերի ընթացքում երեխաների պատրաստականությունը ստուգելն է, այլ նպաստելը և խրախուսելը, որպեսզի իրանք մի ամբողջ տարի պատրաստվեն այս մրցույթներին։ Այսինքն տրամադրվածությունը գալ մասնակցելու, տրամադրվածությունը հաղթելու ստիպում է, որպեսզի իրանք իրենց վրա աշխատեն, և մենք դա ենք ուզում, որ տեղի ունենա։ 5 տարվա ընթացքում փոքր նախաձեռնությունից Դավիթ-Բեկյան խաղերը վերածվել են համահայկական ռազմամարզական փառատոնի։ Կազմակերպիչների նպատակն է առաջիկա տարիներին ընդլայնել մասնակիցների աշխարհագրությունն ու խաղերը դարձնել այնպիսի հարթակ, որտեղ մրցակցությունը կզուգորդվի կրթության, թիմային աշխատանքի և ազգային ինքնության ամրապնդման հետ։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։